նույնպես պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն պետության սեփականությունն են եւ գտնվում են պետության հոգացության ներքո։ Եվ այդ թվում ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ։ Բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև ելի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Կարճ ասած, իհարկե այս ցանկը կարող ենք շարունակել, ես չեմ ուզում շարունակել։ Երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում։ Ես հիշում եմ բյուջետային քննարկումները, որ ամենատարբեր դեռ լրագրող եղած ժամանակներից ես ինքս էլ որպես պատգամավոր գործելով բյուջեին տարբեր անուններ եմ տվել եւ տարբեր ժամանակներին բյուջեի համար եղել են տարբեր ձևակերպումներ, չգիտեմ, բանի ճգնաժամի բյուջե, ետճգնաժամի բյուջե, կոնսերվատիվ բյուջե, հուսահատության բյուջե, զարգացման բյուջե։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես տարբերակումները պետք է հանենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի երջանկության բյուջե։ Այսինքն մեր բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչա պետք Հայաստանի Հանրապետությանը եւ նրանց քաղաքացիներին երջանիկ լինելու համար։ Եվ սա կարծում եմ շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։ Բայց չեմ ուզում եւ չեմ կարող շղթել, որ մարդու երջանկության համար, ինչպես նշված է նաև իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում, անհրաժեշտ են նաև անհրաժեշտ կենցաղային պայմաններ։ Բայց ես ուզում եմ նաև մի արձանագրում անել, որ անհատական կենցաղային պայմանները բավարար չեն մարդու երջանկության համար։ Առիթ ունեցել եմ նաև կառավարության 2024 թվականի գործունեության զեկույցի ընթացքում ասել, որ իհարկե շատ կենցաղային օրինակով, եթե մարդը ունի հարմար նորոգված բնակարան, դա դեռ չի նշանակում, որ ինքը բարեկեցիկ է։ Պատկերացրեք լավագույն ձևով կառուցված եւ նորոգված առանձնատուն։ Եվ մարդը իր ընտանիքով ապրում է այդտեղ։ Արդյոք դա բավարար է, որ նա համարվի բարեկեցիկ։ Բացարձակապես բավարար չի։ Որովհետև կարող է այդ բնակարանը, այդ տունը հազար ներողություն չունենալ կոյուղի օրինակ, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ ջրամատակարարում, որը հանրային ենթակառուցվածք է։ Այդ տունը կարող է չունենալ էլեկտրական հոսանք։ Լավ, հիմա արևային ֆոտովոլտային կայաններ կարող են դնել, այդ մասը հələ բան անենք, բաց թողենք։ Չնայած այդ էլ հանրային ենթակառուցվածք է։ Եթե մարդը այդ տանը ամեն օր առավոտյան ուտումը սև խավիար, կեսօրին, չգիտեմ, կարմիր խավիար, երեկոյան եւ կարմիր եւ սև խավիար, եւ այդ տնից դուրս է գալիս։ Եվ այդ տնից դուրս գալու համար պետք է 1.5 մետրանոց ռետինե սապոգներ հագնի, որովհետեւ հակառակ դեպքում ցեխի մեջ կկորի, այդ մարդը չի կարող համարվել բարեկեցիկ։ Կամ եթե մարդը ինքը իրան այս իմ ասած պայմաններում համարի բարեկեցիկ, ուրեմն մենք պետք է մի հատ ստուգենք բարեկեցության այդ ընկալումը։ Սա ինչի համար եմ ասում, ինչ կապ ունի սա, հարգելի գործընկերներ, բյուջեի կատարման հաշվետվության քննարկման հետ։ Իսկ կապը հետևյալն է, որ մարդու անհատական բարեկեցությունը կախված է ոչ այնքան նրանից, թե ինքը ինչքան փող է ծախսում իր ընտանիքի համար, շատ ավելի կախված է նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեն ինչքան փող է ծախսում իր այդ նույն մարդկանց
ընտանիքի եւ անհատի բարեկեցության համար։ Եվ այս ընկալումը առանցքային է, մենք պետք է սա հասկանանք, մենք չենք կարող առանց սա հասկանալու ունենալ բարեկեցություն Հայաստանի Հանրապետությունում։ Չենք կարող ունենալ։ Եվ այն պնդումը, որ ես առաջին անգամ, երբ որ արեցի ազգային ժողովում, մի քիչ էլ երևի սպոնտան, հաջորդ պահին լարվեցի, երբ որ ասացի, որ ոչ մի ընտանիք, բացարձակապես ոչ մի ընտանիք, ինքը իր կյանքի եւ բարեկեցության վրա չի ծախսում, չի կարող ծախսել ավելի շատ, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Բայց հետո ինչքան գնաց, ավելի արմատավորվեց այդ միտքը եւ դա դարձել է համոզմունք։ Ի վերջո